Մայիսի 1-ից ընդդիմությունը բողոքի գործողություններ է սկսել։ Դիմադրություն շարժման ղեկավարները պնդում են, իրենց շարժումն օրեցօր թափ է հավաքում եւ մարդիկ համախմբվում են հանուն իշխանության հեռացման։ Մյուս կողմից իշխանական թևը հայտարարում է, որ իշխանափոխության հանրային պահանջ չկա։ VPM-ը կփորձի հասկանալ, թե ինչ են այս ամենի մասին մտածում մեր համաքաղաքացիները։ Արդյոք ընդդիմությանը հաջողվել է հանրային համախմբում ապահովել եւ որքանով են արդյունավետ ցույցերն ու անհնազանդության ակցիաները։ Ըստ ձեզ, որքանով են հաջողված ընդդիմության գործողությունները եւ ինչ արդյունք են նրանք գրանցել մինչ օրս։ Չգիտեմ ճիշտ ասած ես լուրերին չեմ հետևում, ինձ թվում է որ այնտեղ հավաքված են եւ փակ է, ինչ որ արդյունքի կարող են հասնել, բայց վստահ չեմ։ Ճիշտն ասած չեմ հետևում ոչ ընդդիմությանը, ոչ դիմությանը, բայց ոնց տեսնում եմ մենակ ժողովրդին են խանգարում, որտեղ այսօր գործից իրանց պատճառով ուշացա։ Ամենայն դեպս հələ որ հաջողություն չեմ տեսնում, նույն սցենարով դժվար է նույն բանին հասնելը։ Շատ արդյունավետ է, շատ ահավոր։ Դե սրիկապտի չլինի մեր երկրում։ Չպատասխանեմ էլ այդ հարցերը։ Իմ կարծիքով այդքան քիչ քանակով չեն կարող ինչ-որ բանի հասնել։ Ու չեն հասնի ոչ մի բանի։ Հավասար են 0-ի։ Ճիշտն ասած չգիտեմ, չեմ հետաքրքրված չեմ ցույցերով։ Ոչ մի արդյունքի երևի չեն էլ հասնի, որտեղ արդյունավետություն չկա։ Տեսեք ովքեր են նրան շարքերում, մնացած արդեն պարզ է։ Ես կարծում եմ հաջողված են եւ արդյունքը նա է, որ շատ մարդիկ ովքեր որ չէին ուզում արտահայտվեն, իրենց փողոց դուրս գալով արտահայտվում են, որոնք որ խոսքով չէին ինչ-ինչ պատճառներով ցանկություն չունեն արտահայտվելու։ Ուղղակի ընդդիմությանը ես հասկանում եմ, նրանք ցանկանում են, որպեսզի ակցիան տևի խաղաղ, առանց ընդհարումների եւ արյուն թափելու եւ հաջողվում է դա։ Հաջողվում է դիմությանը։ Ինձ թվում է արդյունքը բավականին լավն է ու մեծ հույս ունեմ, որ կհասնենք ինչ-որ մի բանի։ Ինչ արդյունք են ներկայությամբ հանրապես չեմ զբաղվում։ Կարծում եմ ցույցերով ոչինչ չենք կարող փոխել, որովհետև այդ ամեն ինչը կարա մենակ փոխվի այն ժամանակ, երբ որ մարդիկ իրենց արարքներով ցույց տան, որ իրանք իրենց պետությունը, հանրապետությունը գնահատում են։ Արդյունավետ չեն, ես այդ կարծիքի եմ, որովհետեւ կոնկրետ իմ վրա չեն ազդում։ Բացասական են ազդում, որովհետև ինչ են ուզում, ոնց են փրկում, ում են փրկում, ինչից են փրկում, պարզ չի։ Օրինակ տեսնում եմ շատ լուրջ մարդիկ այդ բաների մեջ, ինչ են ասում ցույցերի մեջ, որոնք ես միշտ հետևել եմ ու ինձ մի տեսակ հույս են տալիս, բայց կան եւ այնպիսի sense դեմքեր, որ վերջին 30 տարվա ընթացքում մենք տեսել ենք նրանց արածը, հասկանում եք։ Եվ չարած ավելի շատ քան թե արածը։ Ճիշտ ասած այդքան տեղյակ չեմ, բայց ամեն դեպքում կարծում եմ անհրաժեշտ են, թե ինչ արդյունքներ ունեն երևա հետո էլ։ Նրանք մի չորս ոչ մի արդյունք չեն գրանցել, նրանք երկիրը տանում են դեպի խեղաթյուրում, իրաց մոտ ոչ մի բան չի ստացվելու։ Դաժե իրենց պայքարին չեն հավատում։ Շատ վատ։ Մեր այս պայմաններում Կարապուխեց գետին խաղալը տհաճ է։ Ըստ ինձ արդյունավետ չեն ընդհանրապես, ոչինչ չեն գրանցել ու չեն գրանցելու։ Ես կարծում եմ, որ դա ուղղակի հերթական ինչ-որ կրկեսային համար է, որը որ կատարվում է մեր երկրում եւ անիմաստ է եւ ամոթ է եւ չի կարելի։ Ոչ մի արդյունք չեն գրանցել, ոչ մի արդյունք չեն գրանցելու, աղջի ջան։ Ես կարծում եմ, որ բոլոր ժողովուրդը համախմբված են։ Կարծում եմ արդար պայքար է ու արդար պայքարը կարծում եմ լավ վերջավորություն կունենա։ Ես դեմ եմ ցույցերի, որովհետև ամեն ինչի պետք է մարդիկ գան ավելի նորմալ կերպով։ Փողոց փակելը, ինչ որ տենց պալատկաներ դնելը դա ճիշտ երևույթ չի։ Իսկ արդյունավետ է։ Ինձ թվում է ոչ մի արդյունք դրանից չի լինելու։ Դա իմ կարծիքն էր։ Իհարկե արդյունավետ չեն ու խանգարում են ժողովրդին ու բացի այդ քաղաքի պրոբկաները այս ամեն ինչը որ ստեղծում են շատ վատ անդրադառնում մեր քաղաքի վրա։ Անկեղծ ասած այդ քաղաքական խառնաշփոթին չեմ հետևում ու փորձում եմ զերծ մնալ այդ ամեն ինչից։